Ձմռան ավարտից հետո ճանապարհներին առաջացած փոսերն ու ջրագոյացությունները շարունակում են անհանգստություն պատճառել վարորդներին և հետիոտներին։ Անձրևից ու ձյան հալվելուց հետո ճանապարհների որոշ հատվածներ վնասվել են, առաջացել են խորը փոսեր, որոնք ոչ միայն դժվարացնում են երթևեկությունը, այլ նաև վտանգավոր են մեքենաների համար։ Վարորդները նշում են, որ նման պայմաններում հաճախ վնասում են ավտոմեքենաներին ու կախոցային համակարգերը, իսկ ջրով լցված փոսերը երբեմն դժվար է նկատել ժամանակին։ Բնակիչները հույս են հայտնում, որ համապատասխան ծառայությունները շուտով ուշադրություն կդարձնեն խնդրին և կձեռնարկեն ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ապահով ու անվտանգ երթևեկություն ապահովելու համար։ Աղջիկ ջան, հերվանը թերոյ եսինք ճանապարհներում մասին։ Մեկ է ճանապարհները տոր չքանդին սաղ, ես ջարի իքեջ քաշին, թազը իք չէ ասֆալտ չենեն է, եզոնք փոսը կա բենա, եդոր է պելուս, maşinaները ջարդինք, չէ, հրադի տեղաց մոտոր հանին, maşinan առաջիկը տանից կանցնեց 50 չանցարորնա, չէ, 50 լարի, չեմ տանել, maşinan ջարդել անի եկամիսը ես դուրս չեմ ելել, երկրորդ անգամը 150 լարի, երրորդ անգամը 350, չորրորդը 500, հետև ենթուն չիդեմ, ես ինչ կենին, ես շորտին ինչ պիտի հալը, այդ մանդար նարուշան կենեսոն, այդոնցենի սաղ թանգեցուցին, հիմ ես մարդիկի ինչ ենին, բենզենը թանգեց պասաժիները չեն գնա պարաշադարն է, ենոնք հետ չեն ուզե, խանդենին որ թանգ է, ես տաքսը հանգ է, տաքսի տումնիկը չի թանգ է, հիմ ես փոսրերս հնար չեկա, դյա բերին քանի մի կավազ լեցին, ավազեր ինչ, երկու անգամ գանացեկա, դուս կլել է, էլի գալի նույն փոսը, հնար չեկա, ինչ որ կա ժողովրդին ճետին է։